Բարի լույս, հարգելի երևանցի, առավոտ բարի լույսով սկսել են Ավինյանի ապօրինի շինթույլտվության ներքո աշխատանքները։ Այսօր առավոտյան հանդիպեցի մամուլում տեղեկատվության, համաձայն որի Ավինյանի գլխին սեղանները արդեն լավ կուտակվել են և շուտով Ավինյանը պետք է հրաժեշտ տա իր պաշտոնին, այդպես էր համենայն դեպս նշվում մամուլում, ժողով է եղել և Ավինյանին մեղադրել են կոռուպցիոն հանցագործությունների մեջ։ Այդ տեղեկատվությունը եթե ժողովի ընթացքում է քննարկվել, ապա իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է։ Ես համոզված եմ, որ օպերատիվ հետախուզական աշխատանքներ են իրականացվում Ավինյանի ցանկացած գործառույթի վերաբերյալ, այդ թվում նաև այս ապօրինի շինարարության վերաբերյալ և այս ապօրինի շինարարության նաև փաստաթղթերում նշված անձանց հետ կապված նույնպես։ Տեսեք, այս տարածքը ունի ընդամենը մեկ ելումուտի հնարավորություն, այն դարպասներն են, մինչդեռ եթե նման շինարարություն է տեղի ունենում, ապա պարտադիր պետք է լինի նաև այլընտրանքային ճանապարհ, որը մասնավորապես պետք է նաև ծառայի որպես ծանր մեքենաների, հրշեջ մեքենաների համար, սակայն նման ճանապարհ գոյություն չունի, տեսեք, այս տարածքի 100%-ը գրեթե փորված է։ Այսօր նորից ես վճռաբեկ բողոք եմ ներկայացնելու, բազմաթիվ բողոքներ, հայցեր, հաղորդումներ եմ ներկայացրել և այս ամենը փաստագրված է, այսինքն պատկերը ինչպիսին էր մեկ ամիս առաջ, կանաչ տարածք էր ամբողջությամբ, հիմա տարածքը փորված է և այս փորվածի վերաբերյալ փաստագրումը առկա է ապացույցներով։ Տեսեք, այստեղ իրենք ինչ-որ մի հատ գարաժ են գնել, Ոմն Յաննա Մուշեղյանի անունով փախստական է ըստ շրջանառող լուրերի և 14 միլիոն դրամով է գնել այս գարաժը, այս ավտոտնակը, սա իբրև թե իրենց նախագծի պետք է լիներ իրենց այլընտրանքային ճանապարհը, այս գարաժից ելքը, բայց գարաժից ելքը այնքան նեղ է լինելու, որ այն շենքերին է խանգարելու և նաև երեխաների մարզադաշտին։ Հիմա տեսեք, սրանք չունեն ոչ մի հնարավորություններ այդ շենքը իրենց պատկերացումներով այստեղ տեղադրելու և շենքը սպասարկելու, այսինքն շենքը նույնիսկ շահագործման հանձնելու ապագայում հնարավորություն չեն ունենալ, բայց իրենց խնդիրը այս պայդրությամբ արագորեն այդ կոռուպցիոն գործարքը յուրացնելն է, բայց դե Ավինյանի գլխին սև ամպերը կուտակվել են, Ավինյանին ընդունելու է Արմեն Բիլյանը Արմավիր քրեակատարողական հիմնարկում, ես խոսել եմ 2 օր առաջ Արմենի հետ, նա տեղյակ է և ասեց ոչ միայն ինքը կընդունի քրեակատարողական հիմնարկում Ավինյան Տիգրանին, այլ նաև ուրիշներն կան, որ մեծ սիրով սպասում են, ասում են համեցեք, այնպես որ Ավինյան Տիգրան, քեզ այնտեղ սպասում են և այս շինարարության հետևը կանգնած բոլոր այն անձինք, ովքեր ներգրաված են այս կոռուպցիոն գործարքների մեջ, նույնպես կտեղափոխվեն համապատասխան քրեակատարողական հիմնարկներ։ Այսքան այսօր առավոտյան վճռաբեկ բողոքը կտանեմ, կծանուցեմ նաև Երևանի քաղաքապետարանում Ավինյան Տիգրանին, որ վճռաբեկ բողոք է ներկայացված, պայքարը շարունակվում է։